Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ Նիդերլանդներից տեսակապի միջոցով մեզ է միացել Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, օրերս Ադրբեջանի տարածքով Հայաստան հասան ռուսական ու ղազախական ցորենի չափաբաժինները, տեսեք, այստեղ հիմա էլ ընդդիմությունը շահարկում է այն թեզը, որ նախ դա 4-րդ կարգի է ըստ էության անասնակեր է եւ պիտանի չի օրինակ ալյուրի եւ կամ հացի համար, բայց ամեն դեպքում տեսեք, այստեղ նաեւ շահարկումները այն ուղղությամբ են, որ սա որևէ կապ չունի Հայաստանի ջանքերի հետ, որևէ կապ չունի օգոստոսի 8-ին ուտյան փաստաթղթի եւ իրողությունների հետ եւ դա խաղաղության տրամաբանության մեջ չի տեղավորվում, այլ սա ուղիղ կապ ունի Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի ջանքերի հետ եւ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է, որ մի խոսքով ռուսական եւ ապա ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով հասնում է Հայաստան։ Ձեր դիտարկումները այստեղ որոնք են եւ իսկապես այստեղ Հայաստանը եւ օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագիրը որևէ դերակատարում չունեն, այլ պարզապես ռուսական կողմի բարի կամքի դրսևորումն է սա։ Ոչ իհարկե, այդ թեզերը որևէ հիմնավորում չունեն, ընդհանրապես համոզիչ չեն, որովհետև նախ անդրադառնանք նրան, որ ինչ տեսակի ցորեն է բերվել, դա որևէ նշանակություն չունի, ցորենի տեղը կարող է դեռ ուրիշ մի բան լինել, կարևորը այն է, որ Ադրբեջանը թույլ է տվել իր տարածքի միջոցով բեռներ տեղափոխել դեպի Հայաստան, եւ դա ուղիղ հետևանքն է Վաշինգտոնյան համաձայնությունների, որովհետև եթե ուղիղ հետևանքը չլիներ, մենք դա կտեսնեինք նաև նախկինում, հա, ինչև այս Վաշինգտոնյան համաձայնությունները։ Եվ ես վստահ եմ, որ այստեղ ռուսական կողմի որևէ դերակատարություն չկա, միակ դերակատարությունն այն է, որ Ռուսաստանի միջոցով է, Ռուսաստանից է մի մասը բերվել, բայց նաև Ղազախստանից է բերվել եւ Ղազախստանն էլ ինքնուրույն անկախ երկիր է, ինքն է իր որոշումը կատարել, այստեղ շատ թույլ թեզեր են, դրա համար նույնիսկ խորանալ ինձ թվում է չարժե դրանց մեջ։ Պարոն Մանուկյան, անդրադառնանք օրերս տեղի ունեցած երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցներին ամենատարբեր ֆորմատներով եւ այդտեղ շահարկվող կամ այդտեղ մեջ բերված թեզերին, որոնցից գլխավորն այն էր, էլի որ հայկական կողմն է մեղավոր պատերազմում 2020 թվականի, հայկական կողմն է սադրել, հրահրել, ամենատարբեր բառեր են օգտագործում ընդ որում եւ հայկական կողմն է ամեն ինչ արել, որ ռուս խաղաղապահները Լեռնային Արցախի տարածքից դուրս գան, այսպես ասեմ։ Ընդհանուր առմամբ դուք եթե հետևել եք հարցազրույցներին, ինչ դիտարկումներ ունեք եւ ինչ նպատակ ու միտում ունեին այդ հարցազրույցները եւ արդյոք վտանգավոր չեն այս թեզերը, որ ըստ էության ստացվում է ուղիղ Հայաստանի Հանրապետությանն ենք մեղադրում 2020 թվականին տեղի ունեցածի մեջ մի կողմ թողնելով Ադրբեջանի մեղավորության բաժինը, Իլհամ Ալիևի այդ հռետորաբանությունը անձամբ եւ Ադրբեջանի հռետորաբանությունը այդ ռազմատենչ հայտարարությունները, որ եթե խաղաղ ճանապարհով հարցը չլուծեն, ապա պատերազմի ճանապարհով կլուծեն, այսինքն այս ամբողջ փաթեթը ադրբեջանական հռետորաբանությունը վերջին 20 տարիների հայտարարությունները, սպառնալիքները թողնում ենք մի կողմ եւ գալիս ենք այն եզրահանգմանը, որ այնուամենայնիվ մեղավոր է հայկական կողմը։ Սա վտանգավոր միտում չէ։ Մեղավորության հարցը մի կողմ, ով է մեղավոր, ով մեղավոր չէ, ենթադրենք ինչ որ մեկն է մեղավոր է, հետո միևնույնն է, խաղաղության պայմանագիրը ուրեմն նախաստորագրված է, Վաշինգտոնյան հռչակագիրը հայտարարված է եւ կողմերը գնում են խաղաղության։ Բայց դրա տակ այդ որ խոսվում է ով ինչ է արել, այն հանգամանք կա, թե արդյոք ուրեմն հնարավոր էր ինչ որ մի ձևով խուսափել պատերազմից եւ դրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը տվել է, այո, եթե Հայաստանը համաձայն էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա ուրեմն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ պետք է լինի, եթե Հայաստանը նման մի բանի համաձայն է, ուրեմն այդ դեպքում միգուցե պատերազմը համենայն դեպս կարճ ժամկետում, то есть այդ տարիներին հնարավոր լիներ կանխել, բայց նույնիսկ այդ դեպքում ես կարծում եմ, որ կոնֆլիկտը շարունակվելու էր, որովհետև շատ մեծ դժվարություններ էին առաջանալու, կողմերի միջև անհանդուրժողականությունը այնքան մեծ էր, որ դժվար թե հնարավոր լիներ հայ բնակչությամբ ուրեմն Լեռնային Ղարաբաղ պահել այն պարագայում, երբ որ այդ տարածքը Լեռնային Ղարաբաղը համարվելու էր Ադրբեջանի անբաժանելի մաս։
Մյուս հանգամանքային է, որ լավ մի հարց կարելի է տալ, այդքան որ Ադրբեջանը զինվում էր եւ այդքան հսկայական առավելություն ուներ Հայաստանի նկատմամբ։ Մի օր դա օգտագործվելու էր, չէ՞։ Հիմա ասենք, եթե չլիներ 2020 թվականին պատերազմը, կլիներ ասենք 25 թվականին կամ կլիներ 30 թվականին։ Միտքս այն է, որ քանի որ անհամատեղելի էին կողմերի դիրքորոշումները, բնականաբար պատերազմ լինելու էր։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մնացած մասերին, Քոչարյանի օրինակ այն պնդմանը, թե ուրեմն Հայաստանը ամեն ինչ արեց, որ ռուսական զորքը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, օրինակ, հա, դա էլ ընդհանրապես համոզիչ չէ եւ անհիմն պնդում է, որովհետեւ Հայաստանը մեծ ուրախությամբ շատ ուրախ կլիներ, եթե ռուսական զորքը մնար Լեռնային Ղարաբաղում, բայց ռուսական զորքը, որպեսզի մնար Լեռնային Ղարաբաղում եւ պաշտպաներ այնտեղի հայ բնակչությանը, ուրեմն ռուսական կողմից պահանջ էր դրվում Հայաստանի նկատմամբ, որ Հայաստանը զիջի Սյունիքի այդ միջանց կոչվածը, դրա վերահսկողությունը տա ուրեմն ռուսական կողմին, հա, ամբողջությամբ վերահսկողությունը միայն ռուսական կողմին լինի, Հայաստանը որևէ իրավազորություն կամ ինքնիշխանություն այդ տարածքի նկատմամբ չունենա։ Սա բնականաբար անընդունելի էր Հայաստանի համար։ Ընդ որում անընդունելի էր ոչ միայն այն պատճառով, որ դա ինչ-որ գործարք էր, որ եթե Հայաստանը դրան համաձայներ, Ռուսաստանը հավերժ կապահովեր ուրեմն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նաև այն պատճառով, որ որևէ երաշխիք չկար, որ եթե Հայաստանը այդ տարածքը ռուսների ասած ձևով ու ցանկացած ձևով տար իրենց վերահսկողությանը, մի քանի տարի հետո ուրեմն ռուսները էլի անպաշտպան չէին թողնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, այսինքն իրենք որևէ երաշխիք չկար, որ ռուսները կկատարեին իրենց պարտավորությունը, եթե Հայաստանը իրենց ուզածի ձևով Սյունիքում միջանց տար իրենց վերահսկողությանը։ Սա էլ է ակնհայտ։ Պարոն Մանուկյան, քանի որ պատասխանի սկզբի հատվածում ասացիք, որ հիմա այդքան էլ կարևոր չէ ով է պատերազմը հրահրել, ով է սադրել եւ որ կողմն է սկսել, բայց ամեն դեպքում Ադրբեջանում հիմա Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանում էլ են հավաքագրում, փաստագրում որոշ տվյալներ, հայտարարություններ առայն, որ հայկական կողմն է այո հրահրել, սադրել պատերազմը եւ այսպես փորձում են մաքրագրել իրենց, այստեղից էլ ներսում նման հայտարարություններ է հնչում նախկին նախագահների շուրթերից։ Արդյոք սա վտանգավոր չի ու այստեղ հարցը ոչ թե իշխանությունների մասին է, հարցը պետության մասին է, այսինքն Հայաստան պետության համար արդյոք վտանգավոր չէ, որ օրինակ 2020 թվականի պատերազմի այդ ծանր բեռը թողնում ենք Հայաստանի ուսերին։ Այսպես ասեմ, այն ինչ որ կատարվել է, բոլորը գիտեն եւ առաջին պատերազմի նախապատմությունը եւ երկրորդ պատերազմի նախապատմությունը եւ եթե Հայաստանը մյուս տարի կարողանա ուրեմն ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ սահմանները բացվեն, այդ հարցերի ուրեմն կարևորությունը ավելի կնվազի, բայց հիմա այս պահին այո կարևոր է որոշակի այսպես փաստաթղթավորում ապահովել որից հետո եւ ինչ է եղել, որպեսզի հանկարծ եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի մյուս տարի եւ կողմերի միջև հակամարտությունը նորից սկսի թեժանալ, հա, այդ ժամանակ արդեն ինչ որ նշանակություն կարող է ունենալ, որոշ չափով նշանակություն կարող է ստանալ թե ով որ պահին ինչ արեց եւ այլն, բայց ես չեմ կարծում թե աշխարհին ընդհանրապես դա հետաքրքիր է։ Մեզ թվում է թե ուրեմն Հայաստանին ու Ադրբեջանին, թե որ Հայաստանը գնացի այ Ադրբեջանն էր մեղավոր, SSS է եղել, Ադրբեջանն էլ ասի այ Հայաստանն է մեղավոր, SSS է եղել, բանը Հայաստանը ասի Ադրբեջանին պատժեք, Ադրբեջանը ասի Հայաստանին պատժեք, դա հետաքրքիր է, ասենք Միացյալ Նահանգներին կամ այլ երկրներին, էլի։ Այդ մենակ Հայաստանին ու Ադրբեջանին է իրականում հետաքրքրում։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ ուրեմն Քոչարյանի այն փորձերին, որ փորձում են Ռուսաստանին սրբագրել կամ Հայաստանում հակառուսական տրամադրությունները մեղմել, այստեղ է նաև որ թաքնված է այդ մեղավորության
հետ կապված խոսույթի բանալին է։ Իրենք փորձում են այդ մեղավորությունը բանանելով, հա, անընդհատ գցելով, ասել Հայաստանն է մեղավոր։ Իրենք ոչ թե փորձում են ասել, որ Ադրբեջանը ընդհանրապես մեղավոր չի, իրենք ադրբեջանիներն են մեղավոր ասում, այլ իրենք փորձում են հասնել նրան, որ Հայաստանի Հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե Ռուսաստանը այնպես չի, թե չի կատարել Հայաստանի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Այդտեղ է թաքնված այդ մեղավորության հետ կապված խոսույթի հանգամանքը, բայց ես էլի եմ ասում, սա այս պահի դրությամբ ես չեմ կարծում, թե այդքան կարևոր խոսակցություն է։ Ռուսաստանն էր մեղավոր, ուրեմն Ադրբեջանն էր մեղավոր, Հայաստանն էր մեղավոր, ինչի Նիկոլ Փաշինյանը ուրեմն մինչև 2018 թվականը ԼՂՀ հարակից տարածքների մասով մի բան էր ասում, հետո դա փոխվեց։ Այս խոսակցությունը ընդհանրապես Ղարաբաղի հարցը արդեն այնքան կարծում եմ հոգնեցուցիչ է մարդկանց համար, որովհետև մարդիկ նաև ըստ դրա հիման վրա չէ որ կողմնորոշվելու են 26 թվականի ընտրություններին։ Մարդիկ կողմնորոշվելու են, մարդիկ չեն նստելու մտածեն, այ ով էր մեղավոր, ասենք ինչքանով էր Փաշինյանը մեղավոր, ինչքանով են նախկին նախագահները։ Չէ, այդ հարցերով չէ որ հանրության մեծամասնությունը կողմնորոշվելու է 2026 թվականի ընտրություններին, իմ կարծիքով։ Ինչպես է կողմնորոշվելու է այն հարցով ինքը ցանկանում է, ուրեմն հաստատված խաղաղության պահպանումը եւ շարունակությունը այն պայմաններով, որը գործող իշխանությունը առաջարկել է, թե օրինակ չի ուզում, օրինակ ուզում է, որ ինչ որ հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանը հետագայում Լեռնային Ղարաբաղը ինչ որ տարբերակով հետ բերի կամ ինչ որ վնաս տա Ադրբեջանին կամ Թուրքիային, հա։ Հիմնական հանգամանքը ես կարծում եմ սա է լինելու։ Պարոն Մանուկյան, տեսեք, հիմա ըստ էության առաջարկները այսպիսին են։ Իշխող ուժը առաջարկում է եւ ասում է, որ արդեն եկել է խաղաղություն, պարզապես պետք է այդ խաղաղությունը խնամել։ Առաջարկում է խաղաղության օրակարգ։ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում ասում է, որ խաղաղություն չկա։ Դա մեկ մարդու կամքից եւ կամ տրամադրությունից կախված փաստաթուղթ է, այսինքն Ալիևը երբ ուզենա դա կարող է խախտել եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության ասում է, որ դեմ չէ խաղաղության օրակարգին, ինքը պարզապես այս խաղաղության օրակարգին է դեմ եւ կամ չի հավատում այս խաղաղության օրակարգին։ Նաեւ ասում է, որ այդ 29000 իր բարեով ասած եւ այլ քառակուսիով մեզ սահմանափակելը մեզ նաեւ այլ պետությունների աչքում զրկում է գործոն լինելու հանգամանքից։ Դու եթե սահմանափակում ես քեզ այդ տարածքով, դա նշանակում է, որ դու գործոն չես։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի փետրվարին Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում նաև ասում էր, որ գործոն լինելու համար պետք է օրինակ միութենական պետության մաս լինել, մի ինչ որ մեծ միության մաս լինել, կրկին ակնարկը հենց դրա մասին էր։ Հիմա ինչ կարող ենք հասկանալ այս ակնարկների տակ եւ ինչ այսինքն 29000-ով չսահմանափակվելը արդյոք նաև կրկին ակնարկ է, որ կոնֆլիկտի տրամաբանությունը շարունակվելու է։ Այո, ուղիղ ակնարկ է, որ կոնֆլիկտը ինքը շարունակում է տրամաբանությունը շարունակել։ Երբ որ ինքը ասում է, թե 29000 չսահմանափակվենք, ինքը ընդամենը փորձում է օգտագործել Հայաստանի Հանրության մեջ որոշակի տարածում ունեցող այդ ուրեմն հակաթուրքական եւ այ որ 29000 քառակուսի կիլոմետր փոքր տարածք է պատմական հայրենիք եւ այլն այդ տրամադրությունները, որը կա իրականում, այդ տրամադրությունները ինքը փորձում է ուրեմն օգտագործել եւ այդ տեսակ մարդկանց ձայները ստանալ 2026 թվականի ընտրություններին։ Ուրիշ հարց, որ ինքը դա անում է ուրեմն ռուսական օրակարգը սպասարկելու համար, որովհետև դա Ռուսաստանի օրակարգն է, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը մշտապես տարածքային վեճեր ունենա եւ Ռուսաստանը կարողանա ուրեմն ազդեցություն ունենալ այդ խնդրի պատճառով, այդ խնդիրը օգտագործելով եւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ թույլ չտա Հայաստանի ու Ադրբեջանի ուրեմն լիարժեք անկախությունը եւ զարգացումը։
բայց այստեղ էլի ես շատ եմ կարևորում մեր հանրության ներսի տրամադրվածությունները Հայաստանի քաղաքացիները ընտրության ժամանակ իրենք պետք է որոշեն իրենք ինչպիսի երկրում են ուզում ապրել իրենք ուզում են ապրել մի երկրում որ խաղաղ հարաբերություններ է հաստատել իր հարևանների հետ, ինչի շնորհիվ նաև տնտեսական զարգացման մեծ հեռանկար է բացվում։ Մարդիկ այլևս չեն անհանգստանալու, որ իրենց երեխաները ուրեմն բանակում ծառայելու ժամանակ կարող են զոհվել հակառակորդի կրակոցներից կամ կարող է ինչ-որ պատերազմ լինել։ Ուրեմն այդ հարցերը ուրեմն տնտեսական զարգացման հետ կապված, մարդկանց նյութական իրավիճակի բարեկեցության հետ կապված, մարդիկ պետք է ընտրեն, իրենք ուզում են կոպիտ ասած լինել ավելի հարուստ, ազատ եւ երջանիկ, բայց ապրել 29000 կիլոմետր տարածքով Հայաստանում, թե մարդիկ ասելու են ոչինչ, կապրեն կաղկատության մեջ, չարքաշ կյանքով, ուրեմն մեր որդիների ճակատագիրը անհայտ կլինի միգուցե սպանվեն հաջորդ պատերազմներին կամ ուղակի բանակում ծառայելու ժամանակ, բայց կարևոր է որ մենք ուրեմն այսպես հակամարտության մեջ մնանք Ադրբեջանի հետ եւ ինչ որ մի պահի կարողանանք տարածքներ վերցնել Ադրբեջանից կամ դաժե եթե դա չենք կարողանալու անել, գոնե վնաս տանք Թուրքիային, հա։ Սա նաև ցեղասպանության տրավմաների հետևանք է, երբ որ Հայաստանի հանրության մեջ մեծ տարածում ունի այն համոզվածությունը, որ պետք է ուրեմն թուրքերին վնաս տալ ամեն գնով։ Եվ այդ տրամադրվածությունը եւ այդ ցանկությունը ռացիոնալիզացվում է այն փաստարկներով եւ թե Թուրքիան ու Ադրբեջանը Թուրան են կառուցում, հեսա մեզ ուզում են վերացնել, մենք խրված ենք նրանց կոկորտին, այդ տեսակ բաներով են ուրեմն փորձում ռացիոնալիզացնել, բայց դա էլ հիմնավոր չէ, որովհետեւ ասենք Թուրքիան ուզում է Ադրբեջանի հետ կարճ ճանապարհ ունենա, հա, Հայաստանի վրայով։ Հա թող ունենա, Հայաստանի վրայով կգնա, կգա, այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա, նա Թուրքիան Վրաստանի միջոցով է հիմա Ադրբեջանի հետ կապվում, հա, կամ Իրանի միջոցով, ավելի շատ, Հայաստանի միջոցով ավելի կարճ ճանապարհ է, նրանց Հայաստանն էլ կշահի, Թուրքիան ու Ադրբեջանն էլ կշահեն, բայց Հայաստանի այդ ցեղասպանության տրավմաների պատճառով այդ մասամբ նաև Խորհրդային Միության վարած քաղաքականության պատճառով Հայաստանում տարածված այդ հակաթուրքականությունը այնքան խոր արմատներ ունի, որ մթագնում է մարդկանց բանականությունը եւ ռացիոնալ հաշվարկներ կատարելու կարողությունը եւ որ հարցերը այս ձևով դրվեն լուծվել։ Հիմա դուք ուզում եք ապրել հարուստ, ազատ եւ բարգավաճ ձևով ու լավ կազմակերպված հասարակությունում երկրում, թե դուք ուզում եք մի կերպ չարքաշ կյանքով ապրել ու գոյություն քաշտալ այն ռիսկի տակ, որ վաղը մյուս օրը ձեր զավակները կզոհվեն սահմանին, բայց կարևորը որ ուրեմն Քոչարյանի պատկերացրածով Հայաստանը կլինի ինչ որ գործոն աշխարհում, դա իհարկե սուտ է, նման բան չկա։ Այսինքն Քոչարյանը պատկերացնում է, որ Հայաստանը եթե լինի ագրեսիվ պետություն, հա, հարևանների նկատմամբ բանանի, ուշադրություն գրավի աշխարհի կողմից, հա, որ նայեն ասին, այս ինչ ագրեսիվ երկիր է, գան Հայաստանի ղեկավարների հետ խոսեն, բան, դա ըստ իր համար ինչ որ գործոն է լինելու, դա գործոն չի, դա քաղաքակիրթ աշխարհի կողմից շատ վատ վերաբերմունքի դրսևորում ընդհանրապես կարող է լինել, դու դրան կարող ես հասնել։ Պարոն Մանուկյան, եթե շատ կարճ, ամեն դեպքում ինչի մասին էին թե Քոչարյանի, թե Սարգսյանի հարցազրույցները, այսպես ասած, եւ դրանց լսարանը արդյոք հայ ժողովուրդն էր, դա ուղղված էր հայ ժողովրդին, թե նաեւ արտաքին լսարան ուներ եւ արտաքին լսարանին էր ուղղված այդ մեսիջները, այդ ազդակները։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը եթե շատ կարճ, ես ամբողջ չեմ լսել, բայց մեծ մասամբ լսել եմ եւ գնաց, ուրեմն հետեւել եմ տարբեր հատվածների։ Ուրեմն այդ 6 ժամ հարցազրույցի տալու 90-95%-ը անցյալի մասին էր։ Ինքը մնացել է անցյալում 2018 թվականից առաջ ընկած հատվածում, ինչ որ հուշեր է պատմում նրանից լավագույն դեպքում 18-ից այսքան մի քիչ գալիս է 20 թվականի հետ կապված պատերազմի հետ կապված հուշերն է պատմում։ Ինքը որևէ զգացվում է, որ այդ մարդը որևէ ցանկություն չունի ինչ որ լուրջ օրակարգ առաջ տանել Հայաստանում, ընդամենը ուղղակի
ինչ որ անձնական տրավմաներ ունի, նեղվածություն ունի եւ դրանց մասին է խոսում, ասենք նեղված է, որ 2018 թվականին մերժվել է, հիմա այդպես ելնում խոսում է։ Ինչ վերաբերում է Քոչարյանը շատ հստակ օրակարգ է սպասարկում։ Ինքը այո, իր հարցազրույցի հասցեատերը առաջին հասցեատերը Կրեմլն է եւ Ռուսաստանն է եւ երկրորդ հասցեատերը նոր այն իմ ասած հակաթուրքական մեծ դոզայով ուրեմն հակաթուրքական մեծ դոզա ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այ Քոչարյանը հստակ օրակարգ ունի եւ ինքը ընդհանրապես գիտի, որ 18 թվականից հետո Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում եւ փորձում է մի կողմից Ռուսաստանի աջակցությունը ստանալ այդ տեսակ հարցազրույցով, մյուս կողմից էլ փորձում է հակաթուրքական տրամադրվածությամբ Հայաստանի քաղաքացիների աջակցությունը ստանալ, որպեսզի ձայները հավաքի, հնարավորին շատ ձայներ հավաքի 2026 թվականի ընտրություններին, գիտենալով, որ երբ որ քաղաքացիները գնան ու քվեարկեն իրեն, այդ քվեարկությունը ճշգրտությամբ արտացոլվելու է ընտրությունների վերջնական արդյունքում։ Ինքը այդ մասին էլ է հայտարարել։ Այսինքն Քոչարյանը հույսը դրել է ժողովրդավարության վրա, ճիշտ եմ հասկանում։ Քոչարյանը այո, մասամբ նաև հույսը դրել է ոչ թե ժողովրդավարության վրա է հույսը դրել, այլ ինքը գիտի, որ իր ստացած ձայները եւ իր ստացած ձայների հարաբերակցությունը ճշգրտությամբ արտացոլվելու են պաշտոնական աղբյուրներում, պաշտոնական արդյունքներում եւ ինքը փորձում է հնարավորինս շատ մարդու համոզել եւ ինքը փորձում է համոզել այն մարդկանց, ովքեր որ հակաթուրքական մեծ տրամադրվածություններ ունեն։ Կամ ինչ-ինչ այլ պատճառներով ուրեմն այդ ինչ որ մեղավորություններ ում համար որ Ղարաբաղի հարցը կոպիտ ասած կարևոր է, էլի, որտեղ ես կարծում եմ հանրության մեծամասնության համար դա կարևոր չի։ Բայց Քոչարյանը շատ հստակ պլան էլ ունի, ինքը հավաքում է այդ մարդկանց ձայները եւ Ռուսաստանի աջակցությունը եւ այն մյուս ընդդիմադիր ուժերն էլ ուրեմն հավաքում են ինչ որ ամեն մեկը ինչ որ մի սեգմենտի ձայներ, հա, ասենք չգիտեմ, ենթադրենք օրինակի համար եմ ասում, Արման Թաթոյանը մի քիչ ավելի գրագետ մարդկանց ձայները, հա, հավաքելու, հա, ենթադրենք իր պատկերացրածով։ Եվ արդյունքում այսպես մի քանի 3-4 խմբով իրենք ուրեմն փորձում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ավելի շատ ձայներ հավաքել, ինչի արդյունքում եթե նման բան, նրանք կկարողանան կոալիցիայով միասին ուրեմն գալ իշխանության մոտավորապես այնպես ինչպես տեղի ունեցավ Գյումրիում, բայց դա մենակ Գյումրիի սցենար չէ, դա ժողովրդավարական պարլամենտական ժողովրդավարական երկրների ուրեմն ստանդարտ քաղաքական դաշտն է, երբ որ մի քանի ուժերով կարող են հավաքվել եւ առաջի տեղը գրաված ուժից ավելի շատ ձայն հավաքել ու կոալիցիա կազմելով գալ իշխանության։ Եվ փորձենք անդրադառնալ նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, պարոն Մանուկյան, օրերս Գերագույն խորհուրդը 4 քառօրյա այդպես նիստեր էր հրավիրել, քննում էր ամենատարբեր հարցեր եկեղեցու ներսում եղած, եւ տեքստը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ այդ տեքստը ոչ այնքան հոգեվորի մասին էր եւ մայր աթոռում եղած խնդիրները վերհանելու եւ դրանց արձագանքելու մասին էր, այլ քաղաքական տեքստ էր հիշեցնում եւ վերահաստատում էին իրենց նախկինում արված հայտարարությունները, ասում էին, որ այո, իրենք աջակցում են Էջմիածնին այն առումով, որ սա հարձակում է եկեղեցու վրա եւ այս իշխանությունները նաեւ խաթարում են հավատացյալ ժողովրդի իրավունքները եւ այսպես շարունակ։ Եկեղեցում էլ կարծես թե չի ձևավորվում այն օրակարգը, որի շուրջ տևական ժամանակ է խոսակցություններ կան եւ պահանջ կա, որ կաթողիկոսը պիտի հեռանա, որ մայր աթոռը պետք է մաքրել եւ այսպես շարունակ։ Հիմա ինչպես պատկերացնել նաեւ գործընթացները եկեղեցում, այսինքն դա պիտի լինի ներսից թե չէ, այդ մաքրվելու process-ը, որի մասին խոսակցությունները կան տևական ժամանակ է, եւ նաեւ պահանջը։ Եվ այս տրամաբանության մեջ, երբ որ եկեղեցին հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով եւ այսպես մոտեցումներով, մենք կարող ենք ենթադրել, որ 2026 թվականի ընտրություններում եւս եկեղեցին կարող է իր հայտարարություններով եւ իր այդ մոտեցումներով աջակցել եւ կամ ուղղորդել որոշակի քաղաքական ուժերի այսպես ընտրելու առումով։
Դա կախված է նրանից, թե գործող իշխանությունը ինչ քաղաքականություն կվարի մինչև 2026 թվականի ուրեմն խորհրդարանական ընտրություններ։ Տեսեք, դուք ինչպես շատ լավ դիտարկում արեցիք, եկեղեցու ղեկավարությունը քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս եւ քաղաքական գործունեություն է ծավալում, ընդ որում նաև շատ վտանգավոր քաղաքական գործունեություն է ծավալում, որովհետև Միքայել arczepiskopos Աջապահյանը ուրեմն բռնության կոչեր է արել շատ հստակ եւ դա բավականին ազդեցիկ ուրեմն կոչեր են իշխանությունը բռնությամբ տապալելու այդպիսի բարձրաստիճան ղեկավարի կողմից, բարձրաստիճան եկեղեցականի կողմից եւ մյուս կողմից մյուս մի եպիսկոպոս կամ arczepiskopos այդ Բագրատ Գալստանյանը ուրեմն փորձել է իրականում բռնությամբ իշխանությունը Հայաստանում տապալել։ Ուրեմն եկեղեցու հետ կապված խնդիրը հենց նրանում է, որ առաքելական եկեղեցու ղեկավարությունը քաղաքականությամբ է զբաղվում եւ փորձում է տապալել բռնի ուժով Հայաստանում ուրեմն դեմոկրատական կարգերը Հայաստանում։ Սա է խնդիրը։ Եվ այս խնդիրը լուծելու ճանապարհը այն է, որ եկեղեցու այդ ղեկավարությունը հեռացվում է առաքելական եկեղեցուց, օգտագործելով այդ բանը կուսակրոնության հանգամանքը կամ թե այլ հանգամանքներ նաև, ուրեմն պետությունը դեմոկրատական երկրի ղեկավարությունը ուրեմն միջամտում է, որպեսզի այդ եկեղեցու վնասակար եւ վնաս տվող գործունեությունը կանգ առնվի, հա, դադարեցվի եւ եկեղեցին այլևս չխառնվի այս ձևով քաղաքականության։ Մենք նաև գիտենք, որ պատարակների ժամանակ քաղաքական տեքստեր են ասվում եւ այլն, որպեսզի նման բաներ չլինի։ Հիմա, բայց այն ինչպես կարելի է դա անել։ Այդ մասին էլ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ հայտարարվում է, որ ուրեմն Հայաստանում կաթողիկոս չկա, այդ մասին վերջերս էլ նորից Նիկոլ Փաշինյանը հայտարարել, մի քանի եկեղեցականներ էլ, քահանաներ էլ ասել են, որ չեն ճանաչում կաթողիկոսին, որ չեն ճանաչում Կտրիչ Ներսյանին որպես կաթողիկոս։ Ներողություն եմ խնդրում, պարոն Մանուկյան, բայց հիմնականում եկեղեցու ներսում կարծես թե հիմնական կոնսոլիդացիան կաթողիկոսի շուրջ է, ամեն դեպքում այդ ըմբոստ քահանաները մեծամասնություն չեմ կազմում, այսպես ասեմ, այսինքն հիմնականը չի պահանջում եւ անհրաժեշտություն չի տեսնում, որ կաթողիկոսը պիտի հեռանա։ Այո, որովհետև երկու պատճառով եկեղեցին շատ հիերարխիկ կառույց է, եւ կաթողիկոսը այդպես աչուձախ միշտ էլ իրեն դուր չեկած հոգեվորականների կարգալույց է արել, դա մեկ, եւ երկրորդ այդ կառույցի ուրեմն գործունեության տրամաբանությունը, այդ կառույցի ծառայողների մտածողությունը ծայրաստիճան ավտորիտար, ծայրաստիճան հետադիմական եւ ուրեմն ժամանակակից աշխարհիկ պետությանը վնասակար ուրեմն բան է, այդ աշխարհայացքը այդպիսի շատ վատ աշխարհայացք է եւ ես չեմ տեսնում թե որևէ հնարավորություն կա եկեղեցին ներսից ինչ որ նորոգում իրականացնելու հարցում։ Ես վստահ եմ, որ այս գործընթացը, որը վարչապետը հիմա տանում է, շատ է ձգձգվում, շատ անտեղի երկարացվում է։ Հիմա պետք էր ընդամենը հայտարարել, որ եկեղեցական ժողով է գումարվելու եւ եկեղեցական ժողով գումարվել մի ինչ որ մի տարբերակով, հա, այդ այն քահանաների կողմից, ովքեր որ չեն ճանաչում կաթողիկոսին, նրանց օգնությամբ, կամ եթե նրանք էլ չլինեին, վարչապետը ինքնուրույն կարող է եկեղեցական ժողով գումարել, կաթողիկոսի տեղապահ ընտրել եւ փոխել ուրեմն այդ գործող եկեղեցու ղեկավարությանը։ Բայց ես կարծում եմ, որ երբ որ այս հարցը շատ է ձգձգվում եւ վարչապետը ամեն կիրակի գնում է ուրեմն պատարակի եւ այսօր էլ հարցազրույցի ժամանակ ասեց, որ վերջնական հարցը կլուծվի, երբ որ ինքը իրեն ուրեմն մաքրված, քրիստոնեաբար մաքրված համարի, դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ այս հարցի ձգձգումը իրականում վնաս է տալիս ավելի շատ Հայաստանին, քան թե օգուտ։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Նիդերլանդներից տեսակապի միջոցով մեզ էր միացել Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանը, կհանդիպենք։